Այսօր մարտի 6-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երջանկահիշատակ կնոջ տիկին Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է։ Օրվա առթիվ Ավետ Բարսեղյանը ինստագրամյան իր էջում կիսվել էր տարիներ առաջ արված մի հոլովակով, որտեղ ինքը իր կողմից նվերներ է հանձնում Ռիտա Սարգսյանին։ Արխիվային հոլովակին կից Ավետը գրել էր. «Մարտի 6. Ի սրտե ծնված գարուն, որ միշտ լինելու է ինձ հետ, շնորհավոր ծնունդդ, երկնային էակ»։ Самым большим сердцем. Ой, спасибо, Александр. Джан. Еще такой подарочек вам. Рита Александровна. Да, всего 4 строчки, но в них я запечатлел всю ту любовь, которую питаю к вам. Ты женщина с короною с рождения. Ни время и не мы ее сплели. Ни свита, свет твое сопровождение. Ты королева неба, не земли. Ой, Василий! Я Браво! растаяла. Спасибо. Спасибо, Василий. Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացավ 2020 թվականի նոյեմբերի 20-ին կորոնավիրուսի հետևանքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել եւ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ռիտա Սարգսյանին տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի գրասենյակն այս ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ. «Սիրելի հայրենակիցներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հայտնում ենք, որ երրորդ նախագահի տիկնոջ կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Որոշումն ընդունվել է ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից եւ համաճարակային վիճակից։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանի նոր-նորքի 5-րդ զանգվածի եկեղեցում տեղի ունեցող հոգեհանգստի արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության ողջ քաղաքական էլիտան։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռազմական էլիտան Սեյրան Օհանյանը, Լյովա Մնացականյանը, Յուրի Խաչատուրովը եւ այլոք, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հայտնի գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Ավշարի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը, Ջերմուկ հանքային ջրերի գործարանի տնօրեն Աշոտ Արսենյանը, նախկին գրեթե բոլոր պաշտոնյաները, ՀՀԿ ողջ վերնախավը։ Ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ Բելլա Քոչարյանի հետ, ովքեր մասնակցեցին նաև ուղարկավորությանը։ Ռիտա Սարգսյանի մահից 1 տարի անց նրա հիշատակին նվիրված երգ է գրվել, որը թողարկվել էր նրա ծննդյան օրը։ «Ի սրտե» խորագրով երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը Կարեն Սևակինն է։ Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին Ստեփանակերտ քաղաքում, ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը, ստանալով երաժշտական կրթություն։ Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ռիտա Սարգսյանը ժամանակին բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացնում, մասնավորապես նա 2009 թվականին հիմնադրված «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամն աջակցում էր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Ռիտա Սարգսյանը ուներ 2 դուստր եւ 5 թոռ։ Հաղորդավարուհի դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր կամուրջներ հաղորդման շրջանակներում հյուրընկալել էր հաղորդավարը Ավետ Բարսեղյանին։ Նրանք այցելել էին գերեզմաններ։ Գերեզման գնալու մեջ կա տխրություն, կա լաց, բայց ինքն ավելի ապրեցնող լացն է, ու դեպի կյանք քեզ բրդող հոսանքն է ավելի շատ։ Դեպքի ժամանակ անընդհատ պատերազմում ես քո հետ, Աստծո հետ, ճակատագրի հետ։ Նազենի Հովհաննիսյանը հետաքրքրվել էր, թե երբ անցավ պատերազմը Ավետի մոտ, երբ նա կորցրեց հայրիկին։ Հայրիկիս մահից հետո ունեցա բարկություն, որը պարբերաբար հետ վերադարձող բարկություն է։ Մեզ նաև վատ առումով օգնում է 19 տարեկան երեխեքի այսքան կորուստը, որ դու արդեն 58-ի կամ 45-ի մահը սկսում ես այլ ձև տանել։ Եթե այդ 19 տարեկանների մամաներն ուժ են գտնում ապրելու ու նոր կյանք տալու, ուրեմն դու հանգիստ տեղդ նստիր։ Նրանք այցելեցին եւ ծաղիկներ դրեցին Ռիտա Սարգսյանի գերեզմանին։ Մենք եկանք տիկին Ռիտայի այգի, սա
դա հանգստյան այգի է, իր նման գեղեցիկ այգի, իր գոյությունն այնքան շատ կա իմ մտքում, իմ տան մեջ։ Ես տարվա մեջ մի քանի անգամ եմ գալիս այստեղ, ես իմ տանն էլ ունեմ մի անկյուն տիկին Ռիտային նվիրված, ու եթե աղոթք եմ անում կամ խունկ վառում, ապա այդտեղ եմ անում։ Ավետ Բարսեղյանը խոստովանել էր, որ Ռիտա Սարգսյանն իր համար եղել է մոր նման։ Սեղանն եմ, սիրով հրավիրում եմ ձեզ այս առաջկա 30 րոպեներն անցկացնենք միասին։ Ժոր Քոսակյանը եւ Վարս Չարենցն այսօր տաղանդների տաղավարում են մարդիկ, ովքեր ձեզ հայտնի են ԵԳԸ-ից։ Մենք ունենք առիթ Վարս Չարենցին շնորհավորելու գեղեցիկ դարձյալ սիրո մասին կոչվող գրքի լույս աշխարհ գալու կապակցությամբ Մարկ Արենի հետ միասին եք ստեղծել Ժորժ ջան, բարի երեկո, Վարս ջան, բարի երեկո։ Ոնց եք։ Լավ, ինչ լավ է։ Գեցեք։ Վարսից սկսենք, Ժորժ ջան, ասես մեզ սա ինչ գիրք է։ Ողջունում ենք բոլորից։ Դարձյալ սիրո մասին գիրք է, գեղարվեստական գիրք է Յանի եւ Ռուբեն Սևակի սիրո պատմությունն 1992 թվականից մինչև 15 թվական ժամանակահատվածը։ Շատ գեղեցիկ կատարյալ սիրո պատմություն է։ Միասին եք գրել թե Միասին ենք գրել, մեծ աշխատանք եմ կատարել ես, բայց մտահղացումը եղել է Մարկ Արենին, չնայած մեծ աշխատանք եւս կատարել է Մարկ Արենը։ Մարկ Արենը։ Մտահղացում, այսինքն արի գրենք այսպիսի բան, հետո մանրուքներով հավաքվել եք ոնց է։ Այսպիսի բան առաջարկը ստացել եմ Մարկ Արենից։ Մարկ Արենից։ Հետո բանը մեծ աշխատանք են կատարել պատմությունը Մշակել, ուսումնասիրել։ Դրվագներ ա եղել, որ իմ իրերը չի եկել, հետո ես չեմ համաձայնվել, փոփոխությունները կատարել է հիմնականում Մարկ Արենը, աշխատանքը կատարել է։ Ինձ կասես դա հեշտ process է, իսկ խելագարում, եթե երբ գրելիս կամ մի բան գրելիս, ինձ ինչ անգամ շատ կայացած մարդու հետ այդ շունչը զգալը ես է կողք թողնել։ Մեկ տարի ես եմ գրել, գիտեմ որքան համատեղ ենք աշխատել հիմնականում։ Ինքը հեշտ process է, թե մարդուց պահանջում է եսը մի քիչ են կողմ դնի, լսի, մի քիչ հարթ process չի Մարկ աշխատելը շատ հեշտ է։ Հա։ Ինքը շատ փոզիչումների գնացավ, այսինքն երբեք չի եղել, որ իմ կարծիքը չհամապատասխանի նրա կարծիքին ու հա, խնդիրներ ա։ Հալա չի պես գրել, բայց դա հետաքրքիր չի, չէ։ Չէ, հետաքրքիր է, բայց եթե այնպես լիներ, որ ինքն գրածը չհավաներ կամ ասել, հա, էլ չերել ստեղ, չերել ուզի։ կամ դու չկար, բնականաբար ես չէի շարունակի, ինքնա չէր համաձայնվի։ Շատ լավ։ Ժորժ ջան, քո կյանքում ինչ է տեղի ունեցել, պես չտեսնվելու ընթացքին։ Մանարա ոչ մի բան, նույնն է, աշխատանքային։ Այսինքն ինչ-որ բան տպվել է, չի տպվել, չի։ Ընթացքում տպվել է մեր ԵԳ-ի գիրքը։ Սա վաճառքում է արդեն։ Թանաքն ունի ոտքերը, մենք ունեցել ենք, այո, անդրադարձ հանրային ռադիոյում։ Քանի գրքեր համագանակային։ Գիրքը վաճառվում է, շատ պրիմիտիվ հարցեր եմ ուզում տալ, այսինքն գիրք այսօր վաճառվում է, նորմալ մարդիկ գնում են, առնում են եւ իրենց հետաքրքիր է։ Այդ շատ լավ է։ Բարեկամներ, անցնենք մեր արդեն բուն օրվան եւ լսենք ինչ գիր ունեն Ժոր Քոսակյանն ու Վարս։ Վարս ջան, ինձ մտածա Վարս Չարենցը դա էր նորություն, թե ինձ է թվում միշտ Վարս Չարենցը եղել։ Չէ, Վարս Խաչատրյան։ Վարս Խաչատրյանը, հա։ Բայց գիրքը որոշեցի, որ պետք է լինի Արդեն Վարս Չարենցով գնաց, էլ չենք էլ հարցնում ինչու Չարենց, բարձը սիրելի բանաստեղծ է, մոտ է։ Սիրելի ամուսին։ Սիրելի ամուսին է Չարենցը, ախա, նայ ուրիշ տեղ եմ գնում։ Չարենցը Անում էլ խնդիրներ եղավ, Չարենցի անունը վերցնելու։ Հետո հարթեցրեց։ Շատ լավ։ Ժորժ ջան, սկսենք քեզնից, լսենք տողդ։ Գյուղը։ Գյուղը լեռնային պարիսպներ ուներ, այգիներ կանաչ ու փոքրիկ տներ։ Հոսում էր գետը գյուղամեջ ննկած, գետի եզերքին նորիներ տնկած։ Ուրախ էր գյուղը, հոգսը մի բահ էր։ Աշնանն իր ծառի շվակը գահեր, ամենքն իր արդար վաստակի տեղներ, իր ցանածարտի հասկի ընկերներ։ Ամռանը գյուղը մեծ հյուրատուն էր, խարույկի բոցից կյանքը արթուն էր։ Ծառերի հովը սեղանատուն էր, կենաց ասողը մի իմաստուն էր։ Գլորվեց, գնացին ժամակարգերը, փոխվեց աշխարհքի բանն ու բարքերը։ Հին օրերն անցան, փոխվել է կյանքը։ Քչերն են տեսնում գյուղացու ջանքը,
Քչերն են գյուղի ճամփեքով գնում, քչերն են իրենցին տանը մնում։ Գյուղի հովերում էլ երկող չկա, կենաց ասողին էլ լսող չկա։ Խոսեց այս մասին քերի մուշեղը, գիտեր նա կյանքի ուղիղն ու շեղը։ Խոսեց այս մասին, խմեց տխրագին, գնաց ջրելու իր կանաչ այգին։ Գյուղը լեռնային պալիսպներ ուներ, այգիներ կանաչ ու լքվող տներ։ Ժորժը շատ ցավոտ կողմ ես, չէ՞։ Բոլորիս հարազատ, բայց դեռ լուծում չգտնվող որ գյուղի լքումը շատ Մեծ ցավ։ Դրա լուծումը ո՞նց ես տեսնում, իսկ ինչ անի գյուղը որ մնան, ինչն է։ Թե խնդիրը միշտ լավ ապրելու հետևից լավ կյանքի, բայց գյուղում ով մնան է, այդ հարցի պատասխանը ինքդ ո՞նց ես տեսնում, Ժորժ։ Չգիտեմ, հիմա քաղաքը պետք է այնպես անի, որ գյուղը ապրի, որովհետև գյուղը այնպես անում է, որ քաղաքը ապրի։ Իսկ հակառակ վեկտորը այդքան էլ Այդքան էլ լավ չի։ Շնորհակալություն ես բանաստեղծության համար։ Ֆարժ ջան, քեզ լսենք։ Ես սեր կբերեմ։ Քո արտնացումի շշուկը դառնամ երկեցիկ ձայնով։ Եվ քամունման հովերս թողնեմ փարվեն ձեռքերիդ։ Իջնեմ ծանրացած կոպերը չոյեմ արևի շողով եւ առավոտվա համբույրը լինեմ շիկնաձայտերիդ։ Իբրև ոսկեբոց ես պատուհանից քունը տայրեցի։ Եվ գուրգուրանքս որպես սիրող հայտ վայելքդ եղավ։ Աննոն փրջվանքս աչքերիդ անցամ ծովի խառնեցի եւ արեկվական մարմինը սիրո պճնանք ծառավ։ Քո տակ ձեռքերը պահքամիներից մարմինը սատեց։ Առավ հույսերս անսանձ որոտաց եւ դողդ եղավ։ Իմ այգաբացը քո մայրամուտի փեշերին փարվեց, մեր սիրախաղը վարակույրի պես երկնքից իջավ։ Ինչ է տակիր այլ խաղաղ տեղից ավարսը, չէ՞։ Սենց ուզում ես ներվ, արդեն այն վիճակում ենք ապրում, որ անկախ մեզնից, չէ՞, բանաստեղծությունից ուզում ես ինքը քո ներվը նյարդը բորբոքը կիսի, բայց այս էլ է շատ կարևոր տեղ է, այս հարտոկոսանոց ուրիշ է տեղից, բայց ինձ մաքուր տալը, որ դա էլ է թերապիայի մաս, որովհետև մենք էլ ենք գազազած տողից ուզում ենք մեր այսօրվա նյարդը զգանք։ Մերսի Վարժ ջան։ Էլ է դեմքեր, որ վերջին պահին կարգի են բերվել մեկնումից առաջ։ Գուցե ինքն էլ է կարոտել մեկին ու քաշել անձայն կարոտի հառաջ։ Ինչեր է տեսել մեր տան հայելին, ու այսքան տարի, ու այսքան երկար։ Տեսել է պապիս եւ սենունդներին, կարոտել նրան, ով արդեն չկար։ Ինչեր է տեսել